Նախ սկսենք երևի թե երեկվա իրադարձությունները, հա, այսպես ամփոփելուց, ինչպես գիտեք, նախորդին Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խուզարկությունը թերևս կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամենաերկարատև խուզարկություն, որովհետև շուրջ 13 ժամ խուզարկությունը շարունակվում էր։ Դրանից հետո արդեն քննչական կոմիտեում հարցաքննության գործընթացն էր եւ այն ժամանակ, երբ որ հայտարարվեց, որ արդեն իսկ ընդհանուր իրավասության դատարանի ավանի նստավայր է տեղափոխվում պարոն Ծառուկյանը, որպեսզի այստեղ կալանքի միջնորդության հարցը քննարկվի, մի քանի ժամ դատարանի բակում սպասելուց հետո նոր տեղեկացրեցին, որ նիստը իրականացվելու է առավոտյան ժամը 9-ին, ինչի համար եմ այս փաստերը եւս մեկ անգամ բարձրաձայնում, որպեսզի ձեր օգնությամբ, լրատվամիջոցների օգնությամբ հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրեմ այն հանգամանքի վրա, թե որքան ամփույթ ու թափթփված կերպով է այս ամբողջ գործընթացը իրականացվում, սկսած քրեական գործը այսպես կարելու գործընթացից։ Նախորդին մենք առիթ ունեցել ենք ասելու, երեկոյան արդեն քրեական գործի մանրամասները հայտնի դարձավ, այսօր մեր իրավաբանների խումբը առավել հանգամանորեն գործի մանրամասներին ձեր հետ զրույցներում կանդրադառնամ, բնականաբար ուղղակի ուզում եմ շատ հակիրճ ասել, որ ես իմ գործունեության թե որպես լրագրող գործունեության թե հետագայում նաև ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակահատվածում չեմ հիշում որևէ այսպես գործ, որը այս կարգի դատարկ մտածածին ու ուրճացված լինի, ավելի հանգամանորեն կթողնեմ, որպեսզի մեր փաստաբանները մանրամասները ձեզ ներկայացնեն, նիստը ընթացքի մեջ է, նախատեսված ժամից շատ ավելի ուշ է մեկնարկել, դա եւս իրականություն չի եղել, ինչի մեկնարկել նիստը, հիմա ընթացքի մեջ են, փաստաբանները ընթացքում ձեզ պարբերաբար պարզաբանումներ կներկայացնեն, պարզապես պետք է ասեմ, որ մենք նախորդից սկսած եւ նաեւ այսօր արդեն օրվա առաջին կեսից բազմաթիվ տարատեսակ ահազանգեր ենք ստանում ստեղծված իրավիճակի հետ կապված, որովհետեւ ինչպես գիտեք, նախորդին Multigroup կոնցերնի կազմում ընդգրկված տասնյակ ընկերությունները կապարակնքվել են 10,000-ից ավելի աշխատակիցներ մատնվել են հարկադիր պարապուրդի, ես պարզապես ուզում եմ հասկանամ, թե տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանով է նպատակահարմար։ Ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու այսպես անհագուրտ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ տնտեսության ողնաշարը ու այսպես կոտրելուն եւ տնտեսությունը փշրելուն ուղղված այս գործընթացը իրականում լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, որովհետև տասնյակ հազարավոր մարդիկ կրկնում եմ, որ դարձել են գործազուրկ եւ բնական է, որ այս հարցը այսպես մնալ չի կարող, բացի դրանից նաեւ տարբեր լրատվամիջոցներ, տնտեսագետներ նախորդին բավականին լուրջ վերլուծություններ էին իրականացնում այն մասին, թե օրինակ որքան հարկեր են մուծվել այդ ընկերությունների կողմից եւ խոսքը միլիարդավոր դրամների մասին է, այնպես որ մեկնաբանությունները թողում եմ ձեր հետևորդներին, մեր հեռուստադիտողներին եւ մեր հայրենակիցներին եւ եւս մի կարեւոր նկատառում, որ անպայմանորեն կուզենայի ձեր միջոցով փոխանցել մեր հայրենակիցներին։ Նախորդին հարյուրավոր, հազարավոր զանգեր, հաղորդագրություններ ենք ստացել ի աջակցություն, ի սատարում Գագիկ Ծառուկյանի եւ մարդիկ դատապարտում են ամբողջ գործընթացը, ինչ տեղի ունենում այս օրերին եւ խոսքը ամենևին քաղաքական ուժերին եւ կուսակցություններին չի վերաբերում, իդե բոլորին նաեւ շնորհակալություն եմ ուզում հայտնել աջակցության վերաբերյալ հայտարարությունների համար, սակայն այսպես ֆիքսեցի նաև որոշակի հայտարարություններ իշխանության տարբեր կալիբրի, այսպես մանր, միջին, մեծ կալիբրի ներկայացուցիչների կողմից հնչեցված տարբեր հայտարարություններ, որոնք այսպես համապատասխան երևի թե հրամանը ստացել են, հա, հարցակում գործելու եւ այսպես հիացական բացականչություններով ողջունելու են ամբողջ գործընթացը, ինչ որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ,
տիկնակ եւ պարոնայք, աղջիկներ եւ տղաներ, բումերանգի օրենքը ոչ մեկ դեռևս չի մերժել, հիշենք այդ մասին նախ առաջին հերթին եւ հիշենք նաեւ այն պատմական իրադարձության մասին, երբ որ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության շնորհիվ այսպես դուք հայտնվեցիք խորհրդարանում եւ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, դուք միանգամայն այլ տեքստեր եք ձոնում։ Սա ուղղակի որպես թեթև հիշողության թարմացում։ Մնացածի մասին, այո։ Խոզարկությունից հետո Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատանը իր տան անդամները կարող են մուտք գործել, թե դա էլ կապարակնքել են եւ Ոչ, տան անդամները, ընտանիքի անդամները ազատ ելումուտ ունեն Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, աշխատակիցները, այո, առանձնատան գործունեության հետ կապված որևէ սահմանափակում չկա, կապարակնքված է ընդունելությունների տունը, այդտեղ որևէ այսպես ելումուտ չկա, կապարակնքված են բոլոր այն ձեռնարկությունները, որոնց մասին նախորդին ես խոսեցի, ինչպես նաև երեկ ուշ երեկոյան դադարեցվել է նաև մուլտիգրանտ հյուրանոցի հարևանությամբ գտնվող նախկին Փարավոն ռեստորանի գործունեությունը եւս դադարեցված է, կապարակնքված է ռեստորանը, բոլոր հենց այդ մասին էի ուզում խոսել անկեղծորեն, որովհետեւ սկսած մուլտիվելնես համալիրի հաճախորդների եւ տարբեր այսպես ռեստորաններում ամրագրումներ արած մարդիկ ամիսներ առաջ հարսանիքների համար օրեր են ամրագրել եւ դրա հետ կապված այդ ձեռնարկությունների մենեջմենթով զբաղվող մարդիկ ցավոք սրտի բախվել են շատ լուրջ խնդիրների եւ հիմա փորձում են ամեն դեպքում մասնագետները զբաղվում են այդ հարցերով, փորձում են կանոնակարգել, տեղեկացրել են բոլորին, որ հարկադիր պարապուրդի են մատնված, որ դա իրենց պատճառով եւ իրենց մեղքով չի, բայց այնուամենայնիվ իրականում սարսափելի իրավիճակ է ստեղծված այդ ձեռնարկություններում, ցավոք սրտի։ Կա ընկերություն, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին եւ այդտեղ օրինակ խոզարկություն չեն իրականացրել, որևէ բան չեն հայտնաբերել, թողել են Կան մուլտիգրուպ կոնցերնում ընդգրկված ձեռնարկություններ, որոնք այս կամ այն կերպ ընդգրկված են ինչ-որ գործընթացների մեջ, օրինակ հարկային ստուգումներ են իրականացվել 10 օր առաջ կամ 1 շաբաթ առաջ, կան հիմնարկներ, որտեղ ընթացքի մեջ են ստուգումները, դեռ չեն կապարակնքվել, միգուցե նաև չկապարակնքվել, բայց այնուամենայնիվ մուլտիգրուպ կոնցերնի կազմում գտնվող ընկերություններից բոլոր այն հիմնական ընկերությունները, որոնք այսպես ամենամեծ թվով աշխատակիցների քանակը ունեն, ամենամեծ թվով հարկերն են վճարում, բոլոր այդ ընկերությունների գործունեությունը դադարեցված է։